Գելեմ որ պայքարեմ որ եկուցին թորներս չեղերգե թուրքի բանակ ծառայելու։ Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ազգային ժողովի շենքի առջև եւ պահանջում էին Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկել։ Ակցիային զուգահեռ ազգային ժողովի նիստերի դահլիճում պատիվ ունեմ խմբակցությունը հրավիրել էր խորհրդարանական լսումներ։ Արմատ մեդիան իմպիչմենտի գործընթացի շուրջ զրուցել է ակցիա իրականացնող քաղաքացիների հետ։ Ձեռնարկվել է իմպիչմենտի գործընթացի հետ կապված լսումներ, մասնակցում ենք այս գործընթացին եւ ցանկանում ենք, որ բոլոր ընդդիմադիր ներկայացուցիչները մասնակցեն։ Այս մարդը այս երկրի թշնամին է իմ կարծիքով, որովհետեւ իրա գալուց հետո ինչա կատարվել մեր երկրի հետ, մեր Արցախի հետ, մեր հայրենիքի հետ, արդեն պարզ է, որ ինքը պետք է գնա։ Այսքան բանը, որ ինքը արել է, ոնց չուզենան, որ ինքը գնա։ Երկիրը խայտարակել է, սահմանները բաց են, ժողովրդի վիճակը վատ է, այդքան մարդ զոհվեց, դիվանագիտական դաշտում պարտություն, պարտերազմում պարտություն, ներքաղաքական կյանքում պարտություն, իրավական դաշտում պարտություն, իշխանության տարանջատում չկա առհասարակ, ամեն ինչը կենտրոնացել է իր ձեռքում ու անում է ինչ ուզում է։ Դա հասել է այն աստիճանի, որ ինքը լինելով պարլամենտական երկրի վարչապետ հայտարարում է, որ կառավարությունը ինքն է, իրեն արդեն թագավորի տեղ է դրել։ Իսկ սահմանադրությամբ ինքը նման լիազորություններ չունի։ Եթե Նիկոլը մնում է մեր երկրում, ուրեմն մեր երկիրը Թուրքիա է դառնում։ Այդ դեպքում չի փրկվում։ Եթե մենք բոլորս համախմբված, ձեռք-ձեռքի տրված դուրս ենք գալիս թուրքական իշխանության դեմ, իդեմս Նիկոլի, այդ դեպքում մեր երկիրը փրկվում է։ Նպատակը մեկն է։ Փոխել այս իշխանության ապիկար, ուրիշ ոչինչ։ Ով հասցրեց ազգին այս վիճակին։ Ով հասցրեց։ Ով հասցրեց Նիկոլը իր թիմի հետ ապաշնոր այսքան Գելեմ որ պայքարեմ որ եկուցին թորներս չեղերգե թուրքի բանակ ծառայելու ժողովրդի հավաքվելուց է պետք կան ամեն մարդ իր տեսակետից պետք կա եթե մտածում են իրանց թորների իրանց երեխանց մասին բայց ինչ է մնացել բան չի մնացել որտեղ մեռնի մեկ է